Տիկին Սարգսյան, ինձ հետաքրքիր է հաշվետու ժամանակաշրջանում քանի քաղաքացի է ձեռք բերել քաղաքացիություն եւ քանիսն են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, նաեւ ձեռք բերված քաղաքացիների քաղաքացիության մեջ որքան մասն են կազմում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների քանակը։ Շնորհակալություն հարցադրման համար, Տիկին Մանավազյան, ես ասեմ, որ 2025 թվականի կտրվածքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Հանրապետության նախագահի հրամանագրով 25670 անձի, որից 19367-ը եղել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Ինչ վերաբերում է ընդհանուր պատկերին, ես ուզում եմ փաստել, որ մենք քաղաքացիության շնորհման աճ ունենք ի համադրություն 2024 թվականի, որովհետև հատկապես այլ երկրների քաղաքացիները ազգությամբ հայերը, Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները դիմում են եւ բավական մեծ տեմպով արդեն 2025 թվականին քաղաքացիության շնորհման process են ապահովել։ Դադարը անցած տարվա կտրվածքով եղել է 4367, ես ասեմ, որ վերջին տարիներին մենք չենք նկատում կտրուկ անկում կամ կտրուկ ավելացում դադարների, որպես կանոն 4000-ի շուրջ է տատանվում մեր ընդհանուր վիճակագրությունը, բայց քաղաքացիության շնորհման տեսանկյունից գնալով ավելացում ունենք, սա թույլ է տալիս փաստելու, որ Հայաստանի Հանրապետությունը գրավիչ պետություն է դառնում, թե ազգությամբ հայերի համար, որոնք այս պահին չունեին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եւ թե նաեւ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների եւ օտարերկրյա այլ պետության ներկայացուցիչների համար։ Համեցեք արձագանք։ Տիկին Սարգսյան, օգտվելով այս հնարավորությունից կխնդրեմ նաև ծանուցման, որպես ծանուցում այն քաղաքացիների, ովքեր ուզում են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենան, իրենք ընթացակարգերից շատ հաճախ տեղյակ չեն եւ մեզ բոլորիս գրեթե գրում են եւ հարցնում են ընթացակարգերի վերաբերյալ որոշակի հարցեր են տալիս, կան հատուկ դեպքեր կամ ինչ որտեղից պետք է սկսեն, ինչպես պետք է անեն, եթե կգտնեք հարմար հիմա քաղաքացիներին, այսինքն բոլորին իրազեկվելու համար տեղեկացնենք եւ եթե ունեք հիմա որևէ թվային ցուցանիշ, այս տարվա արդեն ոչ թե 25 թվականի, այս տարվա 3 ամիսների տվյալներով ունենք աճ քաղաքացիների քաղաքացիության ձեռքբերման։ Տիկին Մանավազյան, շարունակելով գամ վերջից, այո, մենք հատկապես երամսյակային կտրվածքով ենք, երբ որ դիտարկում թվերը, աճ ունենք, հատկապես վերլուծում ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասով պատկերը, որովհետև բազմաթիվ են շահարկումները, որ պետությունը հատուկ քաղաքացիություն չի շնորհում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին եւ ես նշեցի, որ անցած տարվա կտրվածքով այդ թիվը եղել է 19367, բայց ես ուզում եմ ամփոփել մինչ այս պահը եղած իրավիճակը եւ փաստել, որ Ղարաբաղից տեղահանված 36676 անձ ըստ էության ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որից մի հատվածը բնականաբար եղել է անձնագրավորման ռեժիմով, մնացյալ մասը նախագահի հրամանագրով եւ փաստեմ, որ տեղահանված անչափահասներ ընդհանուր առմամբ եղել են 28000-ը, որից 12000-ն արդեն իսկ անձնագրավորման եղանակով ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այսինքն, եթե կիսամյակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին գումարենք նաեւ մնացյալ անձինք եւ ամփոփենք առաջիկայում կհանրայնացնենք, կտեսնենք, որ բավական մեծ աճ ունենք այս պահի դրությամբ։ Ինչ վերաբերում է կարգին, մենք պարբերաբար հանդես են գալիս իրազեկման միջոցառումներով, գործարկվել է նաև քաղաքացիության շնորհման եւ դադարի նոր կայքեջը, որտեղ որ ամբողջ թվային պլատֆորմով է իրականացվում, բայց կիսում եմ ձեր կարծիքը, որ process-ում դեռ չենք հասել հանրային իրազեկման այնպիսի մակարդակի, որ որևէ հարց չլինի եւ անդադ քաղաքացիները չփորձեն պարզաբանումներ փնտրել, բայց ձեր դիտարկումը նկատի ունենալով առաջիկա օրերին ավելի ամփոփ հանդես կգանք իրազեկման միջոցառումներով։